Բարև ձեզ հարազատներս, այսօր պատմելու եմ պտղի ներարգանդային մահվան մասին, ինչի է պտուղը մահանում մոր արգանդում, շատ թեմաների մասին եմ այս տեսահոլովակի մեջ խոսելու, հետաքրքիր պետք է լինի ոչ միայն հղիներին, ովքեր որ պլանավորում են հղիություն, բժիշկներին կարծում եմ, ղեկավարներին, որովհետև սա շատ կազմակերպչական հարցեր է իր մեջ ներառում, պիտի որ բոլորիդ հետաքրքիր լինի, ինչու է երեխան մոր արգանդում մահանում։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Պիտի ասեմ, որ շատ ժամանակ դեպքերում պատճառը չենք իմանում, գրեթե կես դեպքերում չգիտենք, ու հիմա այս տեսահոլովակի շնորհիվ դուք կհասկանաք ինչու մենք պատճառը չգիտենք։ Այդ դեպքերում, քանի որ մենք ունենք 3 կոմպոնենտ, երեխան, մոր արգանդում պտուղը, որը պորտալարով եւ ընկերքով կպնում է մոր արգանդին, ուրեմն ունենք պտուղ, ընկերք եւ ունենք մայր։ Այս 3 կոմպոնենտների խնդիրները կարող են առաջացնել պտղի ներարգանդային մահ։ Երբ ենք ասում պտղի ներարգանդային մահ, 22 շաբաթականից հետո։ Մինչև 22 շաբաթական դրանք ասում ենք վիժումներ, աբորտներ, բայց 22 շաբաթականից նոր անվանում ենք այսպիսի ախտորոշում, որ պտղի ներարգանդային մահ։ Սա կարող է լինել հղիության ժամանակ 22 շաբաթականից մինչև ծննդալուծում եւ ծննդաբերության ընթացքում, սա նույնպես եթե երեխան ծննդաբերության ժամանակ է մահանում, նույնպես կոչվում է պտղի ներարգանդային մահ։ Ու մենք հիմա այսօր պետք է քննարկենք, որ ինչ պատճառներից է երեխան մահանում։ Կուզեմ սկսենք պտղի պատճառներից։ Երևի գենետիկայից սկսենք, գենետիկական պատճառներից, չնայած այս ժամկետում ավելի քիչ են լինում գենետիկական խախտումները, ավելի շատ երեխաները մահանում են մինչև 22 շաբաթական, բայց այս ժամկետում նույնպես երեխան կարող է մահանալ, պտուղը նկատի ունեմ մոր արգանդում։ Պատճառը ինչպեսին է, հիմա ոնց բացատրենք, որ գեները, խրոմոսոմների խանգարումները, դրա մասին ճիշտ է խոսել եմ, բայց այս տեսահոլովակում նորից պատմեմ, որ մենք օրգանիզմը բաղկացած է բջիջներից։ Այդ ամեն մի բջիջ ունի կորիզ, մի հատված, որտեղ պահպանվում է այդ գենետիկական ինֆորմացիան։ Գենետիկական ինֆորմացիան հենց նենց սփռված չի այդ կորիզում, այ իրար գեները իրար կպած, այդ կպած կազմում են խրոմոսոմներ, այսինքն գեները խրոմոսոմների վրա են։ Ինչպես հիշում ենք, մենք ստանում ենք 23 խրոմոսոմ հայրական, 23 մայրական, ձվաբջիջն ու սպերմատոզոիդը իրար հետ միաձուլվում են ու կազմում են մի բջիջ, որը ունի 46 խրոմոսոմ, այսինքն մեր բջիջները պարունակում են 46 խրոմոսոմ։ Լինում է դեպքեր, որ այդ միաձուլման ժամանակ խախտում է տեղի ունենում։ Օրինակ, մայրական ձվաբջիջը ոչ թե 23 խրոմոսոմ ունի, այլ 22 ունի։ Հայրականը 23 ու միասին կազմում են 45 խրոմոսոմ։ Պտուղը նորմալ չի զարգանում եւ կարող է մահանալ։ Կամ լինի, օրինակ, մայրականը 23 խրոմոսոմ է պարունակում, հայրականը 23-ի փոխարեն 24, 47 խրոմոսոմ կլինեն ու նույնպես անոմալիա է, պաթոլոգիա եւ երեխան կարող է մահանալ կամ հիվանդ ծնվել։ Լինում է դեպքեր, երբ որ այդ միաձուլման ժամանակ խրոմոսոմի մի մասը փոխվում է եւ կպնում է մյուս խրոմոսոմին։ Գեները չեն կորչում, գեները նույն քանակությամբ կան, բայց քանի որ իրենց դիրքը փոխվել է, արդեն դրանց ֆունկցիան խանգարվել, արդեն այն կրիտերիաները, որոնք իրենք պիտի տան, օրինակ գեներով ինչով է պայմանավորված, մազերի գույնը, աչքերի գույնը, օրգանների չափսը, աշխատանքի որակը եւ այլն, անգամ եթե գեների տեղը փոխվում է, նույնպես կարող ենք խնդիրներ ունենալ մինչև պտղի ներարգանդային մահ։ Բացի դրանից կան գենետիկական հիվանդություններ, որոնց պատճառով երեխան կարող է մահանալ։ Այսքանով անգամ գենետիկական հետազոտությունները գիտենք, որ նրանք շատ մատչելի չեն ու ոչ բոլոր գեները կարող ենք ստուգել։ Իհարկե գենետիկական հետազոտության ուղարկում ենք, երբ որ պտուղը մահանում է, բայց շատ քիչ հետազոտություններ ենք անում։ Ստուգում ենք խրոմոսոմների քանակը, այդ փոխվել է իրենց տեղակայումը թե չէ, ու մի քանի շատ հաճախ հանդիպող գենետիկական հիվանդություններ ենք ստուգում այդ դեպքում։ Սա գենետիկական պատճառը, որ երեխան կարող է մահանալ։ Երկրորդը, որ
երեխայի օրգանները նորմալ չեն զարգացել։ Այսինքն գիտենք, որ երեխան 40 շաբաթ մոր որովայնում զարգանում է։ Այս ամենակարևոր ժամկետը այս օրգանների զարգացման դա 6-ից 9 շաբաթն է, որ սկզբնական օրգանները զարգանում են։ Եթե այստեղ մի խախտում եղավ, հետագայում արդեն կարող է օրգանը սխալ զարգանալ ու բերել երեխայի մահվան։ Իհարկե այս զարգացման խախտումները բոլոր ժամկետներում կարող են լինել, բայց ամենակարևորը այդ 6-ից 9 շաբաթն է, որ խորհուրդ ենք տալիս շատ զգուշ լինեն կանայք այդ ալկոհոլի, դեղորայքների, տոքսինների, դրանց մասին ավելի կխոսեմ։ Ուրեմն երեխա պտուղել ինչ պատճառ կարող է ունենալ մահանալու, դա ինֆեկցիաներն են։ Իդեպ ասեմ, ինչ հաճախությամբ են լինում այս երեխա պտղի ներարգանդային մահը, տարբերվում է զարգացած երկրների եւ զարգացող երկրների։ Զարգացող երկրներում ավելի շատ դրանց գրեթե կեսը լինում է ծննդաբերության ժամանակ եւ դրան նույնպես կանրադառնամ, որ պայմաններ չունեն ծննդատները բարձր որակի բուժօգնություն ցույց տալու, դրա համար ներարգանդային ծննդաբերության ժամանակ ներարգանդային պտղի մահ կարող ենք ունենալ։ Զարգացող երկրներին բնորոշ է ավելի շատ այդ ինֆեկցիաներից պտուղները մահանան։ Ինչպիսի ինֆեկցիա մատքներով վտանցնի կարող է առաջացնել պտղի ներարգանդային մահ։ Դրանք կարող են վիրուսները լինեն, ցիտոմեգալովիրուս, հերպես, երևի լսել եք, տոքսոպլազմա լինի, ու դրանք մի մասը կարող են մոր COVID-ը կարող է բերել, ստրեպտոկոկ, ստաֆիլոկոկ, դրանք որը որ լինի կարող է բերել բորբոքման, ներարգանդային այդ պտղաջրերի, թաղանթների բորբոքման եւ բերել երեխայի մոտ ինֆեկցիա ու առաջացնել ներարգանդային մահ։ Ուրեմն այս ինֆեկցիաները մեծ մասը հեշտոցից են մտնում արգանդու առաջացնում բորբոքում, բայց ինչպես ասեցի, այդ վիրուսները կարող են նաև արյան միջոցով մտնել։ Սա ինչի է այստեղ ինչն է հետաքրքիր, որ այս ինֆեկցիաները շատ մեծ կապ ունեն աղիների աշխատանքի հետ, հղիներին ստուգում ենք, քսուք ենք վերցնում անպայման առաջի եռամսյակում, եւ եթե այնտեղ դիսբակտերիոզ է, բակտերիաները, վատերը բարձր քանակի են, լավերը քիչ քանակի, մենք ստիպված ենք հակաբիոտիկ նշանակել, որ կարգավորվի, որովհետեւ երբ որ կինը ունի այդ հեշտոցի դիսբակտերիոզ կամ կոչում ենք բակտերիալ վագինոզ, կարող է բերել վաղաժամ ծննդաբերության եւ ինֆեկցիա եւ բերել պտղի ներարգանդային մահվան։ Նույնպես ստուգում ենք առաջի եռամսյակում ստուգում ենք անպայման մեզուն բակտերիաները, մեզի ցանքս ենք անում։ Հետաքրքիր է մեր երկրում նույնպես խնդիր ունենք, որ մեզի ցանքսը միայն առաջնածինների մոտ է պետ պատվերով ստուգումը, չգիտես ինչու, իսկ դա բոլորին է վերաբերում, կապ չունի առաջի երեխան է թե երկրորդն է, եթե մեզուն բակտերիաներ կան, դրանք նույնպես բարձրացնում են ռիսկը պտղի վաղաժամ ծննդաբերության, ինֆեկցիաների եւ այլն։ Դրա համար բոլորին է պետք առաջի եռամսյակում հղիներին մեզի բակտերիոլոգիական հետազոտություն։ Ասելիքս նա է, որ աղիների ֆունկցիան պիտի կարգավորված լինի, որտեղ աղիներից են այս ինֆեկցիաները գալիս, հեշտոց մտնում, միզուղիներ մտնում, դրա համար աղիների ֆունկցիան կարգավորելը շատ կարևոր է։ Ինֆեկցիաներից բացի պտղի ինչ է վերաբերում, որ տղա երեխաները ավելի հաճախ է լինում, որ ներարգանդային մահ է լինում, երևի անցնեմ արդեն ընկերքի խնդիրներին։ Ուրեմն գիտենք, որ երեխան պորտալարով կպնում է ընկերքին եւ ընկերքն էլ միան արդեն կպնում է իր հերթին արգանդին եւ այդտեղից նյութեր ստանում, որ սնվի։ Այս ընկերքը պտղի օրգաններից, այսինքն պտղի հյուսվածքներից է առաջացել այս օրգանը։ Հետո իհարկե իրան այլ պեչինքը ժամանակավոր ֆունկցիա է, բայց ինքը առանձին օրգան է, որը շատ կարևոր ֆունկցիա, ինչպես հասկանում եք, կատարում հղիության ժամանակ, որտեղ երեխան ընկերքի միջոցով է ստանում մորից թթվածինը եւ նյութերը, եւ եթե ընկերքը հիվանդություն ունի, արդեն այդ հիվանդությունը երեխայի վրա կարող է ազդել։ Ինչպիսի հիվանդություն է, կարող է ընկերքը փոքր չափսի լինի, այսինքն քիչ նյութեր բերի երեխային, դեֆորմացված լինի։ Վաղաժամ ծերացում կարող է լինել, ընկերքը շուտ ծերանա, չկարողանա իր ֆունկցիան կատարել։ Պորտի հետ կապված կարող ենք խնդիրներ ունենանք, օրինակ կապ լինի, ու չթողի արյունը մատակարարին երեխային, դրանք քիչ են լինում, այդ հազվադեպ են այդ դեպքերը, բայց նույնպես կարող են լինել, այսինքն այս շղթայում նույնպես
Դրա համար երբ որ պտուղը մահանում է որովայնում, մորարգանդում, ծննդաբերելուց հետո խորհուրդ ենք տալիս գենետիկական հետազոտություն այդ առաջի պատճառը ժխտելու համար եւ երկրորդ պատճառը որ երեխային ծննեն, երեխային պորտալարը, ընկերքը բոլոր ուղարկում ենք հետազոտության, որպեսզի բացեն օրգանները նայեն, տեսնեն ինչ խնդիրներ կան։ Ոչ բոլորն են համաձայնվում այս հետազոտության հետ, բայց սա արդեն դե պարզ է ծնողները կորցրել են երեխա, չէ, բայց սա բժշկության համար է շատ կարևոր, որ պատճառները իմանանք, որ կարողանանք հնարավորինս կանխարգելել դա։ Ուրեմն ընկերքից բացի ունենք մայրը, արդեն որ մայրական ֆակտորները ավելի շատ են, որոնք կարող են բերել պտղի ներարգանդային մահվան։ Դրանցից հիվանդությունները, մայրական զարկերակային ճնշման բարձրացումը, դիաբետ կարող է ունենալ, կինը հիշում ենք, որ այդ պրեէկլամպսիա մի այսպիսի հիվանդություն կա, առանձին դրա մասին պատմել եմ, երբ որ ընկերքը կպնում է մոր արգանդին, այդ ընկերքի անոթները մտնում են, մխրճվում են մոր այդ փոքր անոթների մեջ եւ այդ անոթները ձևափոխում, այդ անոթները կորցնում են իրենց մկանային հյուսվածքը, որ անընդհատ բաց լինեն եւ ընկերքը ինչքան պետք է թթվածին եւ նյութեր վերցնի երեխայի համար, երբ որ այդ ձևափոխումը տեղի չի ունենում, այսինքն մոր անոթները մնում են փակված, սա կարող է ընդհանուր հիվանդություն առաջացնել մոր մոտ, այսինքն վատ նյութեր այդ ընկերքից գան մորարյան շրջանառություն եւ վնասեն մոր անոթները, բոլոր օրգանների անոթները, դա գլխուղեղին կլինի, սրտինը կլինի, երիկամներին, լյարդինը եւ այլն եւ ֆունկցիաների խանգարման, անգամ մոր մահվան բերեն։ Դրա համար այս սկզբնական ընթացքում, երբ որ ընկերքը մխրճվում է մոր արյան անոթների մեջ, այս ընթացքը պիտի նորմալ ընթանա, որ հետագայում երեխան բավարար քանակի նյութեր ստանա։ Մոր հիվանդությունները իհարկե տարիքի հետ կապված 35 տարեկանից բարձր կանանց մոտ ավելի շատ է հանդիպում այս ներարգանդային պտղի մահը, դրա համար խորհուրդ ենք տալիս ժամանակի մինչև 35 տարեկան հասցնել ծննդաբերել, սա չի նշանակում որ մեծահասակ տարիքում չեն կարողանալ ծննդաբերել եւ բոլորին ենք խորհուրդ տալիս, արդեն ասել եմ ինչքան առողջարար է հղիությունը կնոջ համար, բայց եթե հնարավոր է մինչև 35 տարեկան դա շատ ցանկալի է, որովհետև 35 տարեկանից հետո մայրը արդեն ճարպակալում, զարկերակային ճնշման բարձրացում, դիաբետ կարող է ունենալ, ուրիշ հիվանդություններ, որոնք բերեն այս անոթների խանգարման եւ վնասեն, երեխան չկարողանա նորմալ զարգանալ։ Այսպիսի մի հիվանդություն կա տրոմբոֆիլիա, կուզեմ դրա մասին էլ խոսեմ, երևի լսել եք, տրոմբ նշանակում է անոթը խցանում է, դա նորմալ է, որ մեր օրգանիզմում տրոմբ առաջանա, երբ որ արյունահոսություն կա։ Ինչի համար, երբ որ արյունահոսություն կա, տրոմբ է առաջանում, որ գա խցանի այդ անոթը, որ շատ արյուն չկորցնենք, օրինակ քթից արյունահոսություն լինի, մատից լինի, տրոմբ է առաջանում, որ փակի այդ անոթը արյուն չգա։ Բայց այսպիսի մի հիվանդություն կա, տրոմբոֆիլիա է կոչվում, երբ որ օրգանիզմը ֆիլիա նշանակում է սիրում, շատ է սիրում տրոմբներ առաջացնել։ Դա կարող է բնածին հիվանդություն լինի, այսինքն գեներով ժառանգած եւ կարող է կյանքի ընթացքում առաջացած լինի այդ հիվանդությունը։ Երբ որ գեներով ժառանգած է, այսինքն կամ հայրական գեներից կամ մայրական կամ երկուսից էլ ստացել է այդ գենը, կամ ձեր բերովի երևի լսել եք հակաֆոսֆոլիպիդային սինդրոմ համախտանիշ, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, չեմ ուզում խորանանք այս հիվանդությունների մեջ, այս հիվանդությունները բերում են բարձր ռիսկ տրոմբերի։ Ինչ է սա նշանակում, այսինքն մարդ կարող է մինչև 45 տարեկան ինֆարկտ ստանա, ինսուլտ ստանա կամ ստորին վերջույթների տրոմբներ լինի։ Իսկ քանի որ գիտենք ընկերքը նույնպես օրգան է, բոլոր օրգաններում կարող է, որևէ օրգանում կարող է տրոմբ առաջանալ, նույնն էլ եւ ընկերքում։ Եվ եթե այս անոթները խցանում, մայրական անոթներում տրոմբ է առաջանում, ընկերքը չի ստանում բավարար քանակի թթվածին եւ նյութեր եւ երեխան կարող է դրանից մահանալ։ Դա նույնպես եւ առաջի կեսում հղիության հետ, որ կինը սովորութային վիժում է ունենում, երկուսից ավել վիժումներ, նույնպես այս հետազոտությունից տրոմբոֆիլիաները ստուգում ենք։ Ինչ հիվանդություններ մայրական բարձր ջերմությունը շրջապատի, օրինակ կանայք փուրերում աշխատել ես բան, այդ բարձր ջերմությունը կարող է բերել վիժումների եւ այլն։
անպայման չի փռում այնքան Երևանի ջերմաստիճանները, երբ որ նույնպես փոխվում են շրջապատի, նույնպես են տաք շոկերին բարձրանում է ռիսկը, սա չի նշանակում որ պիտի փախնենք Երևանից, բայց ուղղակի իմանանք, որ տան ջերմաստիճանը ցկտենք նորմալի պահել։ Մի հատ տեսնեմ էլ ինչ բան մոռացա չնեմ, այո, մոր ալկոհոլ խմելը բնական է, ծխախոտ ծխելը, թմրանյութեր օգտագործելը, դեղեր ընդունելը, շատ կարևոր է դեղեր ընդունելը, որովհետև հղիության ժամանակ ոչ բոլոր դեղերն են կարելի, անգամ հղին կարող է դիմել մի որևէ բժշկի, բժիշկը բուժում նշանակի, հղին ընդունի, ոչ մի դեպքում սա չի կարելի, որևէ բժշկի նշանակում ինքը պետք է հղին անպայման իր մանկաբարձ գինեկոլոգի հետ խորհրդակցի, տեսնի այս դեղը կարելի է օգտագործել իրեն հղիության ժամանակ նոր ընդունի, անգամ եթե այդ բժիշկները երկուսն էլ իրար կողք սենյակներում են նստում, ուրեմն շատ կարևոր է անպայման ինչտեղ որ նշանակում են ձեզ խորհրդակցեք ձեր մանկաբարձ գինեկոլոգին, կարելի է խմեմ, որ կարելի լինի։ Տոքսիններ, քիմիկատներ, կարող է այգում օգտագործեն այդ քիմիկատներ, տան պայմաններում լվացք անելիս եւ այլն շատ զգուշ լինել այդ տոքսինները կարող են վնասել երեխային։ Ժամկետը 42 շաբաթականից ուրեմն հիշում ենք, որ ժամկետային ծննդաբերությունը դա 37-ից մինչև 41 շաբաթական 6 օրական է։ Այս ժամկետները շատ կարևոր է առաջի երամսյակում բժիշկը ճիշտ հաշվի։ Սկզբնական ժամկետը դնում ենք վերջի դաշտանին սկսված, բայց այս ժամկետը պիտի ճշտենք, երբ որ առաջի սկրինինգը լինում է, երբ որ պտղի չափսերով դրվում է ժամկետ, իրար հետ պիտի տեսնենք ճիշտ է համընկնում են իրար հետ, թե չէ։ Մոսկվայում ընդունված էր, եթե 5 օրով տարբերությունը 5 օրից ավել է տարբերությունը, վերջի դաշտանով հաշված ժամկետը մեկ էլ առաջի սկրինինգով, ապա ընդունվում է սոնոգրաֆիայի պատասխանը ժամկետը։ Շատ կարևոր է այս ժամկետ հաշվելը, որ մենք իմանանք, երբ պետք է հղին ծննդալուծել, որտեղ 41 շաբաթականից արդեն պետք է մտածենք ծննդալուծման մասին, որ չհասցնենք 42 շաբաթական, 42 շաբաթականից եւ բարձր է ռիսկը, որ երեխան մոր արգանդում կարող է մահանալ։ Հղիների քոր, այսպիսի մի հիվանդություն կա, հղիների խոլեստազ է կոչվում իհարկե, որ հղիները առանց որևէ պատճառի քոր են ունենում, անմիջապես պիտի դիմել բժշկի, հետազոտություններ են կատարվում, որ այդ հղիների խոլեստազը ժխտվի։ Եթե հղիների խոլեստազ ենք հայտնաբերում, ապա այնտեղ նույնպես կարող է բարձր ռիսկը, որ երեխան պտուղումոր արգանդում կարող է մահանալ եւ մի քիչ շուտենք իրենց ծննդալուծում։ Այս ծննդալուծման ժամկետն է շատ կարևոր մեր երկրում։ Նորից դրա այդ խնդիրներ ունենք, որ հղին բռնացնեն միանգամից ծննդալուծեն, որ ծնունդ ունենան իրենց ծննդատանը եւ այլն, սա իհարկե շատ լուրջ խնդիր է երկրով մեկ։ Ուրեմն պլանային ծննդալուծումները 39 շաբաթականից շուտ չի կարելի անել, եթե պլանային կեսարյան հատում եք անում, ոչ մի խնդիր կա, որ պետք է անպայման ծննդալուծեք, չսպասեք, որ ինքնուրույն ծննդաբերությունը սկսվի, ապա դա 39 շաբաթականից շուտ չի կարելի։ Երբ ենք շուտ անում, երբ որ հավելյալ ցուցումներ կան, օրինակ մոր զարկերակային ճնշումը բարձր է, մենք կարող ենք 37 շաբաթական, անգամ կարող է շուտ պրեկլամսիայի ժամանակ ծննդալուծենք։ Հղիների քորի ժամանակ, խոլեստազի ժամանակ չենք սպասում մինչև 39 շաբաթական։ Կարող է 2-ից ավել սպի լինի, 2 եւ ավել սպիներ լինեն։ Որոշ դեպքեր կան, որ հավելյալ ցուցումներ են պետք, որ 39 շաբաթականից շուտ ծննդալուծել։ Սա շատ կարևոր բան է։ Ուրեմն ինչպես ասացի, հազվադեպ է հանդիպում իհարկե պտղի ներարգանդային մահը, օրինակ զարգացած երկրներում 3-ից 6 դեպք կարող է 1000 առողջ երեխաներ, առողջ ծնունդների ժամանակ լինել, իսկ զարգացող երկրներում այդ թիվը հասնում է 20-25 հազար ծնունդի։ Զարգացող երկրներում իհարկե թվերը շատ են, զարգացող մերը հիշում ենք, որ մերը զարգացող է, զարգացող երկրներում պատճառները ավելի շատ ինֆեկցիոն պատճառներն են, ինչպես ասացի, մոր հիվանդություններն են իհարկե եւ ինչպես ասացի, գրեթե կեսը ծննդալուծման
բերության ժամանակ են մահանում երեխաները, քանի որ պայմաններ չկան ժամանակին կեսարյան հատում անել։ Մեր երկրում նույնպես ունենք ծննդատներ, որոնք պատրաստ չեն 30 րոպեվա մեջ երեխային արգանդից անել, որովհետև ասիստենտը տանն է, վիրահատող բուժքույրը տանն է, չնայած մոտիկ են ապրում, բայց իրանք պիտի գան, հասցնեն, փոխվեն եւ այլն, դա նորմալ չի ծննդատան համար։ Ծննդատանը պիտի, որովհետև դեպքեր են լինում, երբ որ ծննդալուծման ժամանակ 10 րոպեվա մեջ պետք է այդ երեխային հանել ու այդ պայմանները պիտի ծննդատանը լինեն, սա շատ կարևոր է։ Ու բժիշկների վերապատրաստումը ճիշտ ծնունդներ ընդունել, այդ ժամկետները հաշվել եւ այլն, սրանք շատ կարևոր է դրա վրա մեծ ուշադրություն դարձնել։ Մի հատ տեսնեմ ու ինչ կարող ենք անել, որ քչացնենք այս ռիսկերը։ Ինչպես ասացի, պատճառը ոչ միշտ է հնարավոր հայտնաբերել, քանի որ հետազոտությունները թանկարժեք են, այդ տրոմբոֆիլիաների հետազոտել, պտղի գենետիկական հետազոտություն անել եւ այլն, սրանք ահագին են։ Օրինակ պտուղը կարող է մահանալ սրտի արիթմիայից, դա անհնար է ուղղակի հայտնաբերել, սրտի աշխատանքի խանգարում է տեղ ունեցել, որը անհնար է հայտնաբերել, կան դեպքեր, որ անհնար է, այդ ինֆեկցիաները ստուգել, ինֆեկցիաները ցիտոմեգալովիրուսով պատկերացնում եք ինչքան թանկարժեք են, ինչքան շատ են այդ ինֆեկցիաները, ինչպես կարող ենք անել, որ քչացնենք այս պտղիների արգանդային մահը։ Առաջին, ինչպես ասացի, կանայք ժամանակին ծննդաբերական այդ ֆունկցիան կատարեն հնարավորինս մինչև 35 տարեկան։ Քաշը նորմալ պահեն, ուրեմն այսպես կոչվում է զարգացած երկրներում շատ ընդունված է, որ կինը գնա բժշկի, մանկաբարձ գինեկոլոգի, տեսնե ինքը պատրաստ է հղիության, թե ոչ։ Մեր մոտ առաջի անգամ հղին գալիս է գինեկոլոգի մոտ, երբ որ արդեն հղի է, իհարկե սա շատ սխալ է, պիտի գա ստուգեն զարկերակային ճնշումը, արյան շաքարը, գլուկոզան, որ այդ ամեն ինչ կարելի է կարգավորել, որ խնդիրներ չառաջանան հղիության ժամանակ։ Ֆոլատ թու միջև հղիությունը նշանակենք, սա կարևոր է, ինֆեկցիաները, սեռական ինֆեկցիաները ժխտենք, որ խնդիրներ չունենանք։ Բժիշկների վերապատրաստման ասպիրին ընդունելը պրեէկլամպսիայի բարձր ռիսկ է, սա նույնպես մեր երկրում մեծ խնդիր է, ամեն ինչ անում ենք, հետաքրքիր է, որ երկու կարևոր խնդիր կա մեր երկրում, որ դրանց մասին պիտի պատմեմ։ Առաջինը, որ անեստեզիոլոգներ ունենք, որ աշխատում են ծննդատանը ու չեն կարողանում էպիդուրալ անեստեզիա անել։ Սա ինձ համար ուղղակի անհասկանալի, անընդունելի մի դեպք է։ Անեստեզիոլոգը, ծննդատան աշխատող անեստեզիոլոգը, ոնց կարող է գա աշխատանքի, եթե ինքը այդ օրը միայն անեստեզիոլոգն է ու չի կարողանում կատարել էպիդուրալ անեստեզիա։ Սա անընդունելի է 2026 թվականին։ Անընդունել, անհասկանալի է։ Ինձ համար անհասկանալի է, որովհետև ես մանկաբարձ գինեկոլոգ եմ դարել, աշխատել եմ, մանկաբարձություն, գինեկոլոգիան ինձ համար բավարար չի եղել, ինձ ստիպված եմ եղել ուռուցքաբանություն սովորեմ, գերձայնային հետազոտություն սովորեմ, որովհետև որ կարողանամ իմ ֆունկցիաները բավարար քանակի անել։ Ոչ թե ես ուռուցքաբան եմ ուզում դառնամ կամ գերձայնային հետազոտության մասնագետ, այլ ուղղակի հերթապայի մի հատ բանը սարքը չդնեմ, տեսնամ արում կա, որովայնում թե չէ։ Ոնց կարող է մարդ անեստեզիոլոգ անգամ իր աշխատանքը քիչ անի, քիչ քանակով ու տենց 20-25 տարի աշխատի, մի որոշ ֆունկցիաներ իր մասնագիտության անի, անընդունելի է ու անհասկանալի է։ Սա դրա համար բժիշկների վերապատրաստումը շատ կարևոր է։ Եվ երկրորդ խնդիրը գերձայնային հետազոտության մասնագետների, որ սկրինինգ են անում, առաջի երամսյակի սկրինինգ են անում ու մոր զարկերակների այդ ռեզիստենտականությունը չեն ստուգում։ Սա շատ կարևոր է, որովհետև սա է մեզ հուշում, որ կինը կարող է ունենալ հղիության ժամանակ պրեէկլամպսիա։ Արդեն ասեցի, որ պրեէկլամպսիան շատ լուրջ հիվանդություն է, կարող է մեծ վնաս հասցնել եւ մորը եւ պտղին։ Ու կա մի հետազոտություն, որը գերձայնային հետազոտության միջոցով է կատարվում, առաջի երամսյակում է կատարվում, սկրինինգի ժամանակ է կատարվում, երբ որ գերձայնային հետազոտության ժամանակ ստուգում ես մոր զարկերակների հոսքը, եթե հոսքը նվազած է, ուրեմն այս կնոջը պետք է ասպիրին նշանակել, որ քչացնել, նվազեցնենք պրեէկլամպսիայի ռիսկը։ Այսպիսի բարդ հիվանդություն կարող ենք կանխարգելել այսպիսի հեշտ միջոցով, երբ որ բոլոր հղիներին առաջի երամսյակում գերձայնային հետազոտություն ենք անում ու մեր երկրում այդ հետազոտությունը չեն անում։ Սա անհասկանալի է,
ու ցանկալի է որ զարգանանք ու մեզանից է զարգացումը ոչ թե օտարը պիտի գա մեզ զարգացնի, այլ մենք պիտի ինքներս զարգանանք, բժիշկ ես դու քո պարտականությունները պիտի անես, ոչ թե որ ասես պետպատվերի մեջ չկա, ինչ է նշանակում պետպատվերի մեջ չկա, ոնց ես պիտի նայեմ տնամ պետպատվերի մեջ ինչ կա, որ ես անեմ բուժարուին եկելա, ինչ գիտեմ, ինչ հնարավորություններ կա բժշկության մեջ պիտի կիրառենք։ Հուսամ օգտակար էր, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։